Լսեցեք, սիրելի եղբայրքս, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հավատքով, եւ ժառանգներ այն արքայությանը, որ Աստված խոստացավ իրան սիրողներին։ Բայց դուք անպատվեցիք աղքատին։ Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նրանք են ձեզ դատաստան քաշում։ Չէ՞ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որ ձեզ վրա կանչված է։ Արդ եթե թագավորական օրենքը կատարեք գրվածին համեմատ, թե սիրիր քո ընկերին քո անձի պես, լավ եք անում։ Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք անում հանդիմանված օրենքիցը, ինչպես օրինազանցներ։ Վասնզի ով որ բոլոր օրենքը պահե եւ մեկումը մեղանչե, ամեն օրենքին եղավ պարտական։ Որովհետեւ այն շնություն մի անիր, ասողը ասեց էլ մի սպանիր։ Իսկ եթե շնություն չանես, բայց սպանես, եղար օրինազանց։ Այնպես խոսեցեք եւ այնպես արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու։ Որովհետև անողորն դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա, եւ ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ։ Ինչ է օգուտը, եղբայրքս, եթե մեկն ասե թե հավատք ունի եւ գործ չունենա։ Միթե հավատքը կարող է ապրեցնել նրան։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինին կամ օրվա կերակրին կարոտ եւ ձեզանից մեկն ասե նրանց. գնացեք խաղաղությամբ, տաքացեք եւ կշտացեք, եւ մարմնի պետք եղածը չտաք նրանց, օգուտն ինչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ըստ ինքյան մեռած է։ Բայց մեկը կասե, թե դու հավատք ունիս եւ ես գործ ունիմ, ցույց տուր ինձ քո հավատքը գործերից, եւ ես էլ ցույց կտամ քեզ իմ հավատքն իմ գործերիցը։ Դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում։ Դևերն էլ են հավատում եւ սարսափում են։ Բայց կանոն ես գիտենալ ով դատարկ մարդ, որ հավատքն առանց գործերի մեռած է։ Մեր հայր Աբրահամը չէ, որ գործերով արդարացավ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վրա։ Տեսնում ես, որ հավատքը նրա գործերի հետ միասին գործեց, եւ այն գործերով հավատքը կատարյալ եղավ։ Եվ կատարվեցավ գրքի խոսքը, որ ասում է. «Եվ Աբրահամը հավատաց Աստծուն, եւ արդարություն համարվեցավ նրա համար, եւ Աստծո բարեկամ կոչվեցավ»։ Արդ տեսնում եք, որ մարդ գործերով է արդարանում եւ ոչ միայն հավատքով։ Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը, չէ՞ որ գործերով արդարացավ, երբ որ լրտեսներին իրան մոտ առավ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։ Որովհետեւ ինչպես որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպես եւ հավատքն առանց գործերի մեռած է։